Ջուն բոլորիս լավ է որ ընդհանրապես երբ որ խաղաղություն ենք ունենում ասում ենք խաղաղություն ձեզ ավետարանով դա ճիշտ է երբ որ կա ներքին խաղաղություն սրտանց ասենք փառք Աստծուն սրտանց մեջ ասենք փառք Աստծուն թույլ ենք եղբայրներ քույրեր Պահարոն ջան եղբայրներ սպասավորներ այսպեսի ուղղակի ուզում եմ առաջարկություն անել եթե փորձենք ընդհանրապես հարցնել մի քանիսներին առաջի եղբայրը ինչի մասին խոսեց եղբայրը երկրորդը երրորդը շատ քիչ բաներ որը մնում է հիշողության մեջ եթե փորձեք այդպես է կա դեպք 80% չի հիշվում կամ 70 եթե վերջի եղբայրը կարող է մի քիչ ավելի շատ լավ կլինի որ ձեզ հետ տետրակ բերեք կամ բլոկնոտ գրեք առաջի եղբայրը ինչի մասին խոսեց համարները գրեք եւ որ կգնաք տունը նորից բացեք կարտացեք գիտեք ինչքան մեծ թարմություն կլինի բոլորը կգա ձեր հիշողության մեջ թե որ եղբայրը ինչի մասին խոսեց որովհետև ամեն բան Աստծո խոսքից է կախված Աստծո խոսքը սերմ է անկավ պետք է աճի թող Աստված փառավոր լինի ուզում եմ կարդալ ինձ համար եւ ձեզ համար Հռոմեացիների 5-րդ գլուխ 19 խոսքից 5-րդ գլուխ ես մի քանի անգամ կրկնում եմ 5-րդ գլուխ 19 խոսքից վասնզի ինչպես մեկ մարդուն անհնազանդությունով շատերը մեղավոր եղան այնպես մեկ հնազանդությունով շատեր արդար պիտի լինեն մեկ մարդու հնազանդությունով եւ որ այդ մեկ մարդը գիտեք չի ով էր Ադամի պատճառով մեկ մարդու հնազանդությունով շատերը մեղավոր եղան իսկ մեկու հնազանդությունով շատեր արդար պիտի լինեն դա Քրիստոսով է անհնազանդությունը թվում է թե փոքր մեղք է մենք պիտի նայենք Սուրբ գրքում տեսնենք Աստված անհնազանդության համար ինչպեսի մեղք է համարում ուզում եմ կարդալ բոլորիս համար եղբայրներ քույրեր որը սա գրված է առաջի գիրք Թագավորաց 15-րդ գլուխ 19 խոսքից առաջի գիրք Թագավորաց 15-րդ գլուխ ես 10 խոսքից կարդանք նույն գլխի 10 խոսքից 12-19 խոսքից եւ 22 խոսքից ուրեմն նորից եմ կրկնում առաջի գիրք Թագավորաց 15 գլուխ 10 խոսքից 19-ից եւ 22-ից Սավուղի մասին առաջի թագավորը հрьяաների մեջ եղել է Սավուղը իր անազանդության պատճառով տեսեք ինչ եղավ եւ Տիրոջ խոսքը Սամվելին եղավ ասելով Սավուղը թագավոր ընելու զղջացի տեսեք ինչի համար քանզի ինձ մե ետ դարձավ եւ իմ խոսքս չկատարեց եւ Սամվելը տրտմեցավ ու բոլոր գիշերը Տիրոջը աղաղակեց շատ մեծ տրտմություն ցավ ապրեց որ թագավորը Աստծո խոսքը չկատարեց անազանդ եղավ շարունակությունը ուշադիր լսենք 15 խոսքը իսկ դու ինչու համար Տիրոջ ձայնին հնազանդություն չրիր ու ավարի վրա ընկնելով Տիրոջ արչև չարություն երեցիր 22-ից եւ Սամվել նսավ միտի Տիրոջ արչև ողջակեզները ու զոհերը Տիրոջ ձայնին հնազանդություն անելու չափ հաճո են ահա հնազանդությունը զոհեն ու խոսք մտի կնելը խոյերու ճարպեն աղեկ է քանզի ապստամբությունը նա ինչ ասում քանզի ապստամբությունը կախարդության մեղքի պես ու կամակորությունը կրապաշտության պես է որովհետև դու Տիրոջ խոսքը մերժեցիր անիկալ քեզ մերժեց որպեսզի թագավոր չլինես նա էլ քեզ մերժեց իր Սավուղի վախճանի մասին գրված է առաջի մնացորդ 10:13 Սավուղի վախճանը ինչպես նա մահացավ 10-ի երկրորդ առաջի մնացորդ 10:13 այսպես մեռավ Սավուղը Տիրոջ դեմրած գրված է ամբաստանության մեղքի համար այսպես Սավուղը մեռավ ես մի բան ուզում եմ ասել եղբայրներ քույրեր ընդհանրապես եթե երեխաները ծնողներին չեն հնազանդում լավ է թե վատ է կա մեկը որ կարող ասել թե ոչինչ թող մեկ-մեկը չհնազանդվեն Եթե սովորաբար անազանդություն կա, լավ չի ծնողի համար, դա արդեն դառնություն է։ Երբ որ ամուսինը կնոջ չի հնազանդում, կին ամուսնուն չի հնազանդում, հարսը տան մեջ կեսուր կեսրարները։ Այսինքն եթե չկա իր նկատմամբ հնազանդություն, բարձրավոր լավ բան մի սպասեք։ Եթե չկա հնազանդություն, դեռ պետք է լինի հակառակություն։ Խոսքը այդպես ասում։ Եղբայրներ քույրեր, դա տեսեք, եթե սովորաբար մենք նայում ենք, Աստված սովորաբար խոսեց Դավիթի միջոցով պատվեր տվեց Սողոմոնին, պատվեր տվեց, լավ պատվեր տվեց, որտեղ Դավիթ հնազանդեց Աստծո խոսքին, ասեց Սողոմոն որդյակը, հնազանդիր,
Աստծո պատվիրանքները, կանոնները պահիր։ Եթե դու պահես, երկար կյանք կունենաս եւ նորից եմ ասում, քո աթոռդ հաստատում կլինի, բայց պահեց, ով է հիշում, պահեց միջև վերջ։ Չպահեց։ Ես զարմանում եմ, միթե մարդը հնարավոր 1000 կին ունենա։ Այդտենց բան հայտանոցների մեջ չի եղել։ Բայց հավատացյալի մեջ եղավ այդ բանը։ Նա հավատացյալ էր, 2 անգամ Աստված խոսեց իր հետ։ Ներողություն եմ խնդրում։ Եթե մի 10 տարի առօջանդ կյանք ավելացներ, 1005 դզեր էլի չէր կշտանա։ Այդպիսի բան ով է տեսել։ Վերջում տարան ինչի համար հետանոցներից կին առավ, ոչ թե միայն հրաներից, եւ տարան իրան կրապաշտության, սեց կուրկին երկրպագել։ Աստված 2 անգամ իր հետ խոսեց։ Դավիթը պատվեր տվեց, բայց չկատարեց։ Աննազանդությունը տիրեց իրան։ Դրա համար թող Աստված օգնի, եթե նա գնայում ես, Եսթերի գիրքը գնացեք արտացեք առաջի գլուխ։ Թագավորը Եսթերին որ կոչում կարեց մեծ ամեզների հետ։ Թագուին որ կանչեց, ինչի համար էր կանչում, ով է հիշում, քույրիկներ։ Գոնե հիշում եք ինչի համար կանչեց։ Անարգելու համար, նսեմացնելու համար, վատաբանելու համար։ Եղբայրներ քույրեր, ոչ երբեք։ Կանչեց իրան գիրած գեղեցկությունը ցույց տալ համար, բայց թագուին մերժեց, կամակորություն արեց, մերժեց, թագավորի խոսքը մերժեց, չընդունեց։ Եվ գիտեք, ժամանակի իմաստունները խելացի են, ասին թագավոր, եթե դու իրան թողնես նորից թագուի մնա, մեր բոլոր կանայք, մեր երկրի, ոչ թե քաղաքի միայն, մեր երկրի բոլոր կանայքը իրանց ամուսներին չեն հնազանդվի։ Եվ ինքը լսեց եւ դուրս թագույությունից հանեց։ Այո, շատ խելացի վերաբերվեցին։ Թող Աստված օգնի։ Տեսեք, մյուսը, ուզում եմ անդրադառնանք։ Երրորդ իր թագավորած 13:1, երրորդ գիր թագավորած 13:1, Աստված Աստծո գրվածը մարդուն Տերն ասեց. գնա Բեթել, այնտեղ հավաքված են քուրմերը, թագավորը եւ զոհ են անում։ Գնա եւ պիտի մարգարյանաս, սեղանի վրա պիտի մարգարյանաս։ Եվ ինչ ասեց, ով է հիշում, պատվեր տվեց, ինչ ճանապարհով որ կգնաս, նույն ճանապարհով հետ չգաս, ոչ միտեղ չմտես հաց չուտես, ջուր չխմես, ինքը սոված չէր մնում, իր այդ հաց կլներ։ Եվ պատվեր էր Աստծո կողմից, եւ գնաց տեսավ հավաքվել են, որտեղ ժողովուրդը դարձել են կրապաշտության։ Ով սեղան կգա ժամանակ մարգարյացավ, քո զոհասեղանի վրա քուրմերի մարմինները եւ ոսկորները այրվեն։ Եվ այդ պահին հրաշք տեղ ունեցավ, առանց մեկու ձեռք կպնելու զոհասեղանը քանդվեց միանգամից։ Թագավոր ուզեց բռնել տա ձեռքը, երկարացեց, ասեց բռնեք դրան հələ։ Եվ ով այդպեսի բան համարձակում ասել։ Ոտի մեջ ձեռքը չորացավ։ Ընտրեց, ասեց աղոտ կարա Աստծուն ինձ այդ ետքը իմ ձեռքը բժշկը, այդպես էլ արեց։ Եվ գրված է մի հատ մարգարե կար այդտեղ, իր որդիները ներկային, գնացին հորը պատմեցին, ասին իրոք որ այս մարդը Աստծո մարդ էր, մարգարյացավ, զոհասեղանը քանդվեց։ Դե տեղն ասեք որ ճանապարհով։ Եկավ գիտեք ինչ ասեց։ Ինձի Տերը հրեշտակը հայտվել ինձ հաշտվել հրեշտակը։ Ասեց որ դու պետք է ասեմ տունը ջուր ուտես, խմես, հաց ուտես։ Խելոք լսեց գնաց։ Եղբայրներ քույրեր, չէ որ Աստված իր այդ խոսել էր։ Նա պետք է ասեր։ Ինչպես օրինակ առողջ քույրիկները, երբ որ ասենք եղել առաջարկություն, ուզեցել են քույրիկին համոզել, բանձի Տերը ասեց, որ քո հետ պետք է ամուսնանամ։ Քեզ ասել է, բայց ինձ ոչ մի բան չի ասել, գնա խաղուճամ։ Եթե քեզ ասել, բայց ինձ էլ պետք է ասի Աստված։ Աստու արթուն քույրիկ եղել։ Մեկին էլ հարցում արի, ասել է եղբայր ջան, դու հաղորդչան մասնակցում ես, Աստված օրհնի տենց քույրերի։ Ասել է չեմ մասնակցում, բայց քո խատրին կմասնակցեմ, հանցած ելնի, գնաց քո ճանապարհով։ Իմ խատրին որ պետք է հաղորդչան մասնակցես, արթուն քույր եղել։ Եղբայրներ քույրեր, այդ մարդը տեսեք հաց կերավ, ջուրը խմեց, Աստված այդ մարգարե միջոցով խոսեց, որ դու հնազանդություն չարեցիր, այսինքն խոսքը մերժեցիր, խոսքը գետին գցեցիր, այդպես է գալիս։ Քո մարմինը քո հայրերի գերեզմանը չպետք է մտնի։ Եվ այդպես էլ եղավ, ճանապարհին առյուծը խփեց, նայեք տեսեք, հրաման Աստծոց, կենտանական աշխարհը սա հնազանդում են, համաձայն եք հնազանդում են։ Եղիային, որ ագրավը բերեց կերակուր, հեչ եղավ մի ֆոնե մի 10% իրան վերցներ, հա։ Ինչ որ մի կտոր ասել, բայ իմ ճանապարհ այդքան ճանապարհ բերել եմ, ինձ չի բաժին չի աստամ։ Ոչ, 100%-ով բերեց տվեց, թողեց գնաց։ Եվ ինչ արեց, առյուծը խփեց ոչ այդ մարդուն կերավ, ոչ էլ ավանագին։ Ինքան նստավ կողքը, միջև եկան տարան թաղեցին։ Եղբայրներ քույրեր,
Մենք ոչ թե հրեշտակին չենք հնազանդում, Աստծուն չենք հնազանդում։ Իր խոսքը, ով երանի քեզ։ Երեք կարևոր բան է ասում Հայտության առաջի գլուխ 3-րդ խոսքը, առաջի գլուխ 3-րդ խոսքը։ Երանիք նրան, ով այս խոսքը լսում է, երկրորդը պահում է, կարդում է, երկրորդը կարդում է, երրորդը պահում է, ինչ որ գրված է։ Այս մարգարական խոսքը ժամանակը մոտ է։ Եղբայրներ, քույրեր, Աստված օգնի իրոք, որ կարևորը որ մեր կյանքում Աստծո խոսքը բարձրանա, Աստծո խոսքը փառավոր լինի։ Երանին հավատացյան են, որ այո, այդպես է իր կյանքը։ Մյուսը կարդում ենք հետևյալը. Հովնանին Տերն ինչ ասեց, ով է հիշում։ Գնա Նինվեն, ժողովրդին պիտի քարոզես։ Լավ բան էր ասում, այո, մարդկանց փրկության համար։ Խոսք իրանց քարոզե, որ մարդիկ ապաշխարեն։ Բայց ինքը փախավ Թարսիսի նավը նստավ։ Եվ իր պատճառով գիտեք ինչքան վնաս եղավ։ Անհնազանդության պատճառով ընտանիքում վնաս է լինում, եկեղեցում է վնաս լինում։ Եվ ամենտեղ վնասները շատ է լինում։ Հովնանի պատճառով ինչքան կարաս կար, ինչքան կարասները դատարկ չեն եղել։ Չի գրված ինչ եղել մեջը։ Բոլորը ծովը նետեցին, բոլորը թափեցին։ Վնասը շատ եղավ։ Վերջում նոր ասեց ես եմ մեղավորը։ Եղբայրներ քույրեր, ես եմ մեղավորը։ Սկզբից ասել այդքան վնաս չէին կրի։ Աստված թողնի եղբայրներ քույրեր։ Ինչքան կարևոր է սոր ինձ համար եւ ձեզ համար։ Մյուսը, եթե մենք նայում ենք եղբայրներ քույրեր, Նոյի համար գրված է։ Տեսեք, Նոյը 120 տարի տապանը սարքեց, բայց ասածով արեց։ Մի բան իր կողմից չի եղել անել, չի եղել, որ ասեմ մի հատ երկու հատ լուսամուտ ավելացնեմ, երկու հատ դոր ավելացնեմ, վերջել կարող եմ ինչ-որ մի բան լինի, դու գոնե մի դռնով ինչ պետք է լինի։ Եղբայրներ քույրեր, եթե Աստծո խոսքով կառուցված չլեր տապանը, հաստատ ջրի երեսը չէր բարձրան, համաձայն եք։ Ինչն էր պատճառը, որ ժամանակին Տերը խոսեց զոհասեղանի համար, ասեց, որ զոհասեղանը անտաշ քարից սարքեք, երկաթ չօգտագործեք, անտառ չտնկեք, արձան չկանգնեցնեք, աստիճան չլինի, որ քահանան բարձրանա մերգություն երևա, բայց եկավ ժամանակ, լրիվ փոխեցին մարդիկ։ Եվ եղել է մի բան անկեղծ ասեք, Եվ եղել է, որ դուք աղոթքի կարասելով Տեր ջան, իսկան բաներ թող քո կամքով լինի, բայց այս մեկն է թող իմ ուզածով լինի, ինչ կլինի։ Հնարավոր է դες աղոթք կանեն։ Թող այս մի բան էլ այդքան, թող քո ուզածով, այս մեկն է թող իմ ուզածով լինի։ Բայց Սուրբ Գիրքը գիտեք ինչ է պատասխանում։ Ասում է ես քո ցանկալի բաները ոչ թե հաստատեմ, այլ կփչացնեմ։ Եղբայրներ, քույր Աստվածը մեր ցանկալի բաները, այն բաները, որը խանգարում են, այն բաները, որոնք որոգայթ են մեզ համար, այն բաները, որ մեզ Աստծուց հեռացնում են, Տերը խափանի, Տերը փչացնի, մենան իրան հաստատի։ Համաձայն եք Տեր օրհնի ձեզ։ Եղբայրներ, քույր Աստված օրհնի։ Հիմա տենակ, տեսեք Կողոսացիս թղթում, Կողոսացիս առաջի գլուխ 10 խոսքում գրված հետևյալ, առաջի գլուխ 10 խոսքը։ Տիրոջ արժանի կերպով քայլելու։ Այո, Տիրոջ արժանի կերպով մենք պետք է ապրենք, պետք է քայլենք։ Տեր Հիսուսի մասին տեսեք ինչպիսի բաներ կա գրած։ Տեր Հիսուսի մասին անձնական, Տեր Հիսուսի աղոթքները, իր խոսքերը։ Հարց եմ ուզում տալ։ Տեր Հիսուս իր ազատ կամք ուներ թե չուներ։ Ուներ թե չուներ, ազատ կամք ունի։ Ըստ Աստծո խոսքը ուներ ազատ կամք։ Նա կարող իր կամքը կատարել։ Հիմա տենակ ինչ է գրված իր համար։ Տիրոջ խոսքերն են։ Հովհան ավետարան 8:29։ Հովհան ավետարան 8:29։ Եվ ինձ զղրկողը ինձի հետ է, տենակ ինչ պայմանով։ Եվ ինձ զղրկող ինձի հետ է, Հայրը զիս մենակ չթողեց։ Հայրը ինձ մենակ չի թողել, վասնզի ես միշտ անոր հաճելի եղած բաները կնեմ։ Ինչքան հաստատուն խոսքեր են դրանք, կարևոր են դրանք, որովհետև ասում է Հայր ինձ միշտ չի թողել, ես իրան հաճելի եղած եմ անում։ Եթե հարց տամ մեզ բոլորիս, եթե մենք էլ Աստծո կամքով ապրենք, իրան հաճելի եղած անենք, Տերը մեզ կթողնի, երբեք չի թողնի։ Շարունակություն է, նայ տեսեք։ Հովհան ավետարան 5:30, Հովհան ավետարան 5:30։ Ես ինքիդ մեզ բան մը չեմ կրնար էնել, այ տեսեք, այսինքն ձանից ոչ մի բան չեմ կարող անել, ինչպես իմ հայրն ասում, այնպես եմ անում, ինչպես հայրն է թելադրում, հայրն ասում, կարող ենք ասել։ Նույն Հովհաննու 6:38-ում գրած է, Հովհաննու ավետարան 6-րդ գլուխ 38 խոսքը, 6:38։ Վասնզի ես երկնքեն իջա, տեսնենք ինչ ասում, ոչ թե իմ կամքս անելու համար, հապանոր կամքը, որ ինձ ղրկեց։ Երկնքից եմ իջել, ասում եմ, ես երկնքից եկել եմ, երկնային փառքից իջել ինքը, բայց էլ ասում եմ, ես ոչ թե իմ կամքն եմ կատարում, այլ Հոր կամքը։
ոչ թե իմ կամքս անելու համար, անհապանոր կամքը, որ ինձ զղրկեց։ Տեր Հիսուսը խաչելությունից առաջ այս աղոթն է անում, այդքան հեշտ չէ, գիտեք այդ գավաթը, որ ինք այդ մեղքի գավաթը վերցրեց։ Մատթեոս 26:39, Մատթեոս 26:39, ով հայր իմ, եթե անկարելի է, թող այս գավաթը, եթե անկարելի է, թող այս գավաթը ինձ անցնի, թող ինձանից անցնի, հեռանա, այսինքն չկատարվի, բայց ոչ թե ինչպես ես կուզեմ, հապա ինչպես դուն կուզես, այդքան հեշտ չի, բայց էլի խասում է թող ուզածով լինի, թող իմ ուզածով հանգարց չլինի։ Այդ աղոթքը շարունակվում է 42 խոսքում, ասում է երկրորդ անգամ աղոթքի ժամանակ. Հայր իմ, եթե անկարելի է, որ այս գավաթը ինձ մի անցնի, առանց անկեղ խմելու, թող անցնի, էլի ինչ կլինի, բայց թող քո կամքը լինի, թող քո կամքը լինի։ Մեր հնազանդությունը շատ կարևոր եղբայրներ, շատ կարևոր է։ Նորից եմ ասում, որ բոլոր դարերում, բոլոր ժամանակներում այն եկեղեցին, այն ժողովուրդը, Աստծո սուրբերը, որոնք միշտ Աստծո խոսքով են ապրել, խոսքը չեն ծռել, խոսքը չեն խեղաթուրել, խոսքի մեջ հաստատուն է մնացել, եղբայրներ, օրհնությունը չի պակասել, զորությունը չի պակասել, նշաններ, հրաշքները կատարվել են։ Դեր հետևյալն ասեց, հիշում եք այդ խոսքը, հայտնության մեջ գրած այդ խոսքերը, ես մասենք որն է, 3:10 գրած է, հայտնություն 3:10, ով իմ խոսքը պահի, հələ ասեք, հուշեք, ես էլ իրան պիտի պահեմ, երբ այն փորձությունը, որ պիտի գա երկրագնդի երեսը պահպանել, խոսքը պահեցիր, Տերը քեզ պիտի պահի, խոսքը չպահեցիր, ոնց պահի քեզի, եղբայրներ, ոչ թե մեր սրտի համեմատ ապրենք, Աստծուն հաճելի։ Ես մի բան կարող եմ խնդրել ձեզ որպես Աստծո զավակներ, դու անկեղծ աղոթք արեք։ Օրինակ Եզեկիել հիշում եք, երբ որ թագավորը հիվանդացել էր, Տերը մարգարեն ուղարկեց, ասեց, պատվեր տուր քո ընտանիքին, պիտի մեռնես։ Այդքան հեշտ չի, գիտեմ արդյոք ճակատին մեռնել ասել։ Հələ դեռ ասեց ու դուրս եկավ։ Հələ դեռ գավիթից դուրս չեն եկել, այդ կար ժամանակում Եզեկիան իր սիրտը երեխայի նման բացեց Տիրոջ առջև։ Շորը գա պատիկում անկողն պարկած։ Ասեց Տեր հիշի, ինչ որ բաներ արել է, լավ բաներ արել էր, Աստված երբեք չի անտեսում։ Գրվածը արցունքով աղոթք արեց։ Անմիջապես Տիրոջ խոսք եղավ մարգարեին։ Գնա իմ ծառա Եզեկիային ասա, ես լսեցի իր աղոթքը եւ տեսա իր արցունքները։ Գնացա 15 տարի կյանք երկարացրեցի։ Կյանքը շունչը մարդու ձեռքերի մեջ չի։ Աննան հիշում եք առաջ թագավորած երկրորդ գլխում։ Սուրբ Հոգով երբ որ լեցվեց, աղոթքի պատասխանը ստացավ։ Հետևյալ խոսքերն ասեց ու շատ լսենք։ Մերցնողը, ողջնցողը, գերեզման իջեցնողը, վերհանողը, ցածրացնողը, բարձրացնողը, աղքատացնողը, հարստացնողը Տերն է։ Օրերը ժամանակները Տիրոջ ձեռքերի մեջ է մեր կյանքի։ Եղբայրներ, թող Աստված օգնի։ Նորից եմ ուզում հիշեցնել, ով իմ խոսքը պահի, ես էլ իրան պիտի պահեմ։ Այն օրը, որ պետք է փորձության օրը, այո, հարգեք Տիրոջ խոսքը բանարեք։ Աստծո երկյուղով ապրենք, մենք չգիտենք վաղում հերթն է, համաձայն եք։ Մի օր թաղման ժամանակ ես մի այդ եղբոր ասի, եղբոր ջան, մենք էլ ենք հերթի մեջ, դուք էլ եք հերթի մեջ, բայց չգիտենք օրը երբ է գալու։ Առանց խաղաղության եւ սիրո սրբության ոչ մեկը Տիրոջը չի տեսնի։ Եթե կա ձեր մեջ հոգիներ, որոնք սովորաբար խնդրեմ ունեն մեկի նկատմամբ, անկեղծացեք, ներեք իրար, զղջացեք, ներողություն խնդրեք, մի թողեք վաղվանը։ Հավատացյալներ կան, գիտեք ինչ են անում։ Նոր տարուց նոր տարի, որ գալիս է նոր տարվա գոնը, ընտանիքով հավաքում են, իրար ներում են, իրարից ներողություն են խնդրում, այդպես պիտի լինի, նոր տարուց նոր տարու, թե աղոթքից աղոթք, աղոթքից առաջ գրված է, երբ որ կանգնում եք ներեք իրար, որպես ձեր աղոթքը ստացվի, մեր աղոթքը ստացվի։ Եղավ Տեր օրհնի ձեզ, մի հատ պիտի աղոթք անենք, որոշ Աստված օրհնի ձեզ, որոշ խրատական բաներ կա, կարևոր կետեր կա, որի վրա պիտի անդրադառնանք ու հետո վերջում աղոթների տեղ տանք։ Մի հատ եկեք կանգնենք աղոթք անենք, մի հատ սրտանց անձնաքննություն անենք։ Տիրոջ խոսքը թող բացի մեզի
Ինչ բանի մեջ այնպես չենք, զղջանք մեղագանք, Տերը մեզների։ Արու ջան, եղբայրս մեկը թող Տիրոջը նորից ասենք Փառք Աստծո։ Որոշ կարևոր կետերի շուրջ ուզում եմ անդրադառնալ, որ մեզ համար օգուտ կլինի, լսողի համար։ Պատահական չէ, որ Տեր Հիսուս ասում էր. ով որ լսելու ականջ ունի, թող լսի։ Հնարավոր է մեկն ասի այն մարդ, ես երկու հատ ականջ ունեմ, ոնց կարող եմ չլսել։ Բոլոսել ունենք, չէ՞։ Երկու ականջ բոլոսել ունենք, բայց լսելու ականջի մասին է խոսքը։ Եզեկիել ժամանակին մարգարեացել է, գնացեք տունը կարդացեք։ Եզեկիելը մարգարեացել է պաշտամունքի համար, գիտեք, այնտեղ էլ ժամանակին պաշտամունք եղել։ 33 գլուխ, 30 խոսքը, 33-ի 30-ը։ Ժողովուրդը գալու պես քեզի կուգա։ Խոսում են իրար հետ, տների մոտ, պատերի մոտ, գնանք պաշտամունքի տեսնենք ինչ ունեն ասելու մեզ։ Դրանք Տիրոջ խոսքը ինչ պետք է ասի։ Եվ ասում է ժողովուրդը գալու պես քեզի գալիս են։ Լսում են խոսքեր, ասենք պաշտամունքի ժամանակ։ Այն ժամանակ եղել է, հավաքվել են պաշտամունքի։ Լսելով խոսքը հավանություն են տալիս, այո, շիշ լավ էր։ Եղբայրները լավ խոսեցին, լավ խոսքեր եղան, բայց ասում է պաշտամունքից հետո ամեն մեկ իր ագահության հետևից է գնում, այսինքն փոփոխություն չեղավ։ Ագահը մնաց ագահ, կռապաշտը մնաց կռապաշտ, չներողը մնաց չներող, դառ սիրտ ունեցողը դառ սրտով, կարծացած սրտով թողեցին գնացին, արդյունք չեղավ։ Իրանի քեզ հավատացյալ, որ խոսքը կարողանալ ազդել քո վրա եւ արդյունք լինի։ Մյուսը շատ կարևոր է միաբանությունը, Սուրբ Գիրքն չի ասում միաբանության մասին։ Լավ գիտեք այդ մասին, հիշեցնում եմ ողագին։ 133 Սաղմոսը, կարճ Սաղմոսը, 133 Սաղմոս, առաջի խոսքը։ Ահա որչա բարի եւ որչա վայելուչ է, որ եղբայրները պարզավերը բերում է քույրերին էլ, որ միաբան միատեղ են եւ գրված ազնիվ յուղի պես է։ Ահարոնի գլխից իջավ այդ յուղը, ոչ թե միայն մուրուկի ծայրը, այլ որտեղ, ով է հիշում, միջև զգեստի ծայրը, եւ այնտեղ Տեր հաստատեց օրհնություն ու կյանք ավիտան։ Որտեղ միաբանություն կա, այնտեղ Տեր հաստատում է օրհնություն ու կյանքը, այնտեղ օրհնություն կա, այո։ Եղբայրներ քույրեր, քննություն արեք, էդ էլ արեք։ Այդ խոսքերը պարապ չէ որ կարդում եմ։ Այդ միաբանության մեջ օրհնությունը հիշում է յուղի նման, միջև զգեստի ծայրը։ Ամովսը մարգարեն մարգարեացել, Ամովսը 3:3։ Դրանք քանի հոգիներ վերջում կմոտենան իրար կներեն, իրար ներողություն խնդրեն, որ ես ուղիղ չեմ եղել։ Ամովսյանն էլ է մարգարացել 3:3։ Կարելի է հարց է տալիս, որ երկու մարդ մեկտեղ քայլեն, եթե միաբան չեն։ Կարելի է երկու եղբայր իրար հետ գործեն, բայց միաբան չեն։ Երկու քույր եղբայրներ իրար հետ աղոթք են անում, բայց միաբան չեն։ Կարող եմ այդպես ասել։ Տես Ամոսյանն էլ է մարգարացել։ Աստված տա, որ այդպես լինի, որպեսզի վերջերջով միաբանություն լինի, քաղցրություն լինի։ Աստված օգնի։ Մեր եղբայրներից մեկ տիկնոջ ասում է հետևյալը։ Ասում է տիկին ջան, մենք իրիկունը իր հետ գշտվենք, իրար հետ գշտվեցինք ու պարգան քնելու։ Ինչպես գրված է Սուրբ Գրքում Տեր Հիսուս ասեց, եթե երկու կյանքողնի մեջ են, մեկը պետք է առնվի, մեկը մնա։ Հիմա մեզանից ումը պետք է Տերը տանի։ Կինը շատ չխելոք առողջա պատասխանում է, հաստատ երկուսս էլ մնալու են երկրի վրա։ Այո, այդպես է Սուրբ Գիրքն ասում։ Եթե իրար հետ միաբան չեք, ուր գնաք։ Եթե խաղաղություն չունեք իրար հետ, ուր գնաք։ Ո՞վ է տանելու ձեզի։ Շատ անկեղծ եղեք քույրիկ պատասխանելը։ Տեսեք ինչի պատճառով երկիրը բացվավ կուլ տվեց։ Դատան կուր Խապիրոնը Թվոցի 16-րդ գլուխը գնացեք արտացեք։ 16-րդ գլուխը Թվոց։ Կուրխը Դատան Ապիրոնը ոչ շնություն են գործել, որ մարդ են պաշտպանի ոչ գողություն։ Հակառակության պատճառով Մովսեսին հակառակվեցին, երկիրը բացվավ կուլ տվեց։ Ահարոնը եւ գրվածը ինչ եղավ, մյուսը Մայրամը։ Հակառակության պատճառով Տերը խփեց բորոտությամբ Մայրամին։ Եղբայրներ քույրեր, հակառակությունը գիտեք, հակառակվել Աստծո ճշմարտությանը, դա մեծ մեղք է, մի մտածեք փոքր մեղք է։ Աստված զորացնի ձեզ։ Եկեղեցին սա գրված է Տիրոջ մարմինն է, համաձայն եք, Սուրբ գրային է։ Տիրոջ մարմինն է, սա գրված է Առաջի Կորինթացիս 12-րդ գլուխ 12 խոսքից, 12-ից Առաջի Կորինթացիս։ Մարմինը մեկ է, որ դա եկեղեցին է, բայց անդամները տարբեր են։ Որովհետև ուշադիր լսեք։ Ամեն մի անդամ իր գործն է անում, իր ֆունկցիան է անում անդամները։ Ամեն մի անդամ իր գործն է անում։
Աչքը մյուս անդամին չի ասում ինձ պետք չես կամ ոտքը ձեռքին կամ մյուսը մյուսին։ Մարմնի մեջ ինչ չկա։ Երկպարագություն չկա։ Մի մարմինը մի ձեռքին չի ցավացնի, չի վնասի, կամ ասելով դու ինձ պետք չես։ Եղբայրներ քույր, սա եկեղեցին է։ Ամեն մեկ իր գործն է անում։ Ներդաշնակ բոլորը։ Բոլորը պետք է իրար նկատի, բայց մի մարմինը մեկին չի խանգարում։ Եղբայրներ քույրեր, Աստված այնպես է բացել առաքյալին, որպեսզի մենք հասկանանք։ Եթե դու սովորաբար քո քրոջը կամ եղբորը կոպտում վիրավորում ես, նեղացնում ես, պարզավոր, դու ոնց ասած ու ասենք Տիրոջ մարմնի դեմ բաներ գործում ես։ Դա անպայման պետք է պատասխան տանք Տիրոջը։ Գալու է օրը, գիտեք, ուզեք թե չուզեք։ Եղել է դեպքեր քույրիկ, ծանր հիվանդ ժամանակ ասում են այդ քույրիկի հետ հաշտվի։ Գիտեք ինչ ասել։ Այդ հովի եղբայրը մեզ պատմի։ Ասել է դժոխքը գնամ, ես իր այդ չեմ հաշտվի։ 3 օրից հետո մահանում է։ Եղբայրներ քույրեր, խորհուրդը դեռ չի հասկացել Քրիստոսի եկեղեցու մարմնի խորհուրդը։ Այո, զգուշ պետք է լինենք։ Մեկը մեկին չի խանգարում, մեկը մեկին չի վնասում, մեկը մեկին չի անարգում։ Մյուսը Հակոբոսի թղթում դու գնացեք արտացեք տունը, Հակոբոս 3-րդ գլուխը։ Առաքյալը Սուրբ Հոգով լեցված գրում 3-րդ գլուխ Հակոբոս։ Ասում է ձեր մեջ ուշադիր լսենք։ Ուշադիր։ Ձեր մեջ իմաստուն ու խելացիով կա։ Ձեր մեջ իմաստուն խելացիով կա, որ իր բարի գործերը ցույցն է իր գործերը հեզությունով, ապա եթե դառն նախանց հակառակություն ունակ ձեր սրտերի մեջ, մի բարձեցեք ճշմարտությունը սուտ հանեք, այս իմաստությունը վերևից իջած չէ, հապա երկրավոր, շնչավոր, հələ ասենք մյուսը, դիվական է, ուր նախանց կռիվը հոն հանկարգություն ամեն չար բաները, իսկ վերին իմաստությունը նախ սուրբ, ետքը խաղարար, հեզ, հլու, բարի պտուղներով լեցուն անկողնասեր և անկեղծ, և արտարության պտուղը խաղաղությունով սերմանվում է նրանց, որոնք խաղաղություն են անում, Տեր Հիսուս ինչ ասեց, Երանի խաղաղություն իմացողներին, տենց ասեց, ոնց ասեց, խաղաղություն ընողներին, նրանք ասովորտներ պետք է կոչվեն, եղբայրներ քույրեր, ինչքան դեպքեր կա իրար մեջ կռիվ են գցում, վազում են այդ ոտքերը գնում են կռիվ գցելու, խոսքը տանում բերում են, իրար մեջ լարվածություն է ստեղծում, խաղաղության ետևից չեն գնում, բայց մեզ մի հատ գյուղում ենք ու եղբայր ենք ունեցել, իմ պապայի ժամանակվա եղբայրներից, գիտես այդ գյուղում է ժողովուրդ, անապաշխար ժողովուրդը, գիտեք ինչ են ասում, ասում են ինքը մեր գյուղի խաղաղության մերան է խաղաղության, ոչ թե միան հոգևորներին էր գնում հաշտեցնում, անհավատների մեջ էր կռիվ գնում էր ընտանիքում, գնում էր Աստծո խոսքով հաշտեցնում էր, ավետարան էր քարոզում, դրա կարիք ունենք թե չունենք, առաքյալը գրում է, ամեն մարդոց հետ բոլորովին խաղաղություն ունեցեք, ամեն մարդկանց հետ, ձեր քաղցրությունը բոլոր մարդկանց թող հայտնի լինի, բոլոր մարդկանց Տերը մոտ է, Պետրոս առաքյալն ասում է, ամենապատվեցեք, եղբայրությունը սիրեք, Աստծուց վախեցեք, թագավորը պատվեցեք, այդ մարգարիտ խոսքերը իմ համար եւ ձեր համար գրված են, համաձայն եք եղբայրներ քույրեր, Աստված լուսավորի մեզ, մեր օգ աչքերը բացի, որպեսզի վերջերջով մենք այդ խրատները ընդունենք, որտեղ պատվիրանքը ճրակ է, օրենքը լույս է, խրատի հանդիմանությունները կյանքի ճանապարհ են, ընդունողի համար թե չընդունողի, ով կասի, ընդունողի համար կյանքի ճանապարհ են, դրանք մարգարիտ խոսքեր են, դրանք կյանքից եկած խոսքեր են, Աստված թողնի։ Մյուսը եղբայրներ քույրեր, Աստված զորացնի ձեզ։ Առակացում հետաքրքիր խոսքեր կա գրած, սա վերաբերում է այն հոգիների համար, որոնք որ ապաշխարված չեն։ Իսկ հավատացյալները պետք է արթուն լինեն, պետք է զգուշ լինեն, պետք է վերջերջով, այսինքն նախանձավոր լինեն, որպեսզի նրանք չկորսվեն։ Հասկացար, եթե մենք չոր հոգսեմար որ աղոթք ենք անում, ասում ենք թող կամ կլինի, բայց փրկության հարցում Աստծո կամքն է, որ մարդիկ փրկվեն։ Դրա համար պատահական չի առակացում գրած է 24:11 ազատե զանոնք, որ մերձվելու կտարվին ու սպանվելու եղողներից էլ ազատել են ետ մի կենա, ազատեց նրանց, որ մեռնելու են գնում։ Ինչքան կան այսօր հավատացյալ քույր եղբայրներ, որոնք նախանձավոր են, բարեկամը հիվանդացել է, հարազատ հիվանդացել է, ընտանիքում կա հիվանդություն ծանր, անմիջապես եղբայրներին դիմում են, արեք, եղբայրներ խոսեք, որ գոնե ապաշխարի, գոնե խոստովանվի իր մեղքերը,
գոնե այդ հոգին փրկվի։ Եվ շատերը իրոք որ շփի ունեն այդ անկեղծ այդ ջերմերանտ հոգին, որ այդպես դրա իրանց պատճառով մարդիկ փրկվել են։ Անտարբեր մի եղեք։ Պողոս Արաքյանին նայ տեսեք։ Այնտեղ ժողովուրդը քարկոծեցին, թե որ քարկոծում են վերքեր առաջանում, թե չի առաջանում։ Բայց որ հազարապետի հետ բանը բռնեցին փրկելու իրան, որ ասենք զինվորներով սանդուղքը բարձրանալով մեկն պետք է ասել հələ արմա դե սրա հալի նայ։ Քարերը պատկացը խփել են արունը գարիս է, ասում է հազարապետին կարելի է երկու բան ասեմ այս ժողովրդին։ Այդ արետը բաց թողրից։ Ավետարան քարոզեց։ Եղբայրներ քույր անհոգ մի եղեք։ Եղել է դեպքեր, պատմում եմ ձեզի։ Ռայոնում գնացել ենք Արտաշատ ռայոնին։ Եղբայրներ կային, պաշտամունքեր, նստած զրուցում են, գիշերա մեկներ։ Նա լուտո եղբայր կար։ Ասեց ընկերս օլի բանի վրա, Նալբանդյանի վրա ծանր վիճակի մեջ է, գնանք, ասենք իսկ ժամին ինչ գնանք։ Գցինք, բռնեցինք, ասեցինք այ մարդ, կարող է մարդը չապրի, հելանք գիշերա որ ժամներ, հելանք եկանք տեսենք նոր մորֆին սրսկել են։ Իրար մեջ խոսակցություն եղավ այ մարդ, իզուր եկանք։ Մեր եղբայրից մեկը լավ ասեց, բարեկամներից կային նստած։ Բացեց ավետարան, ասեց բարձր կարդալ ժամանակ այդ հոգին պատկացա բարտնացավ, նոր է սրսկե։ Մորֆի։ Լսեց խոսքը, ընդունեց, խոստովանվավ աղոտ կարեցինք, եկանք նորից հասանք գյուղ, նորից հետ եկանք։ Առավոտը լույսը շվացված տեր իրան վերցրեց։ Ստեղ ասմազատը նրանց, որ մերձվելու են տարվում։ Ու անհոգ մի եղեք իրանց փրկության համար ապաշխարությունը լինի։ Գոնեն տունեն խաչի վրա վազագի բախտը ոնց բերեց, չէ, բախտը բերեց։ Կար ժամանակում փրկվեց։ Եղբայրներ քույրեր, այն հավատացյալը, որը Տիրոջը ճանաչում է, հասկանում է հավիտական կյանքը, կորուստը, դժոխքը, չի կարող անտարբեր լինել ընտանիքի, իր հարազատի, իր բարեկամի ապաշխարության նկատմամբ։ Զղջալու տեղ ունենք անօգուտության պատճառով դրա համար շատերը մեռնում են մեղքերի մեջ։ Եկեք խոստովանվենք։ Ինչ վերաբերում այսօր սրբությունը եկեղեցում պետք է կատարելագործվի ասովախով։ Սրբությունը ասովախով պետք է կատարվի։ Աստված օգնի։ Եղբայրներ ջան, ես ձեզ խնդրված կունեմ։ Միշտ հաղորդությունից առաջ կլեն ժամանակ կլեն ժողովրդից ներողություն խնդրեք։ Ներողություն խնդրեք։ Մեր Հակոբ եղբայր առաջ երեցը հիվանդ ժիդի Աստված հիվանդություն չտար, նա չէր հասցնի, գիտեք ինչքան հոգիների է կանչել, ներողություն է խնդրել։ Մի հատ եղբայր եղել անուն չեմ տալիս մահացել է։ Ասել է շտա չեմ ների քեզի, թող է դուրս եկել։ Քանի 20 քանի տարի աշխարհ գնաց։ Բայց ինչ կանչի ոմանց ներողություն է խնդրել, ոմանց էլ բարևից արձակել է։ Ես եթե դա չլիներ, ոնց պետք է Տիրոջը դիմավորեր։ Եղել է հրեշտակին տեսել է կանգնած, ասել է չէ սպասում, ասել է սպասում եմ երկնային հրամանը։ Երկնքից պետք է հրաման, որ ես հոգիդ քեզանց վերցնեմ։ Եվ իմ papan մեռնելուց առաջ ուշադիր լսեք։ Մեռնելուց առաջ տեսել է Հակոբ եղբորը իր տան մեջ, ասում է սեղանը դրած էր մեջտեղը մեծ զալը։ Եվ ասում է պատերի վրա ոնց որ սաղ դարագներ լիներ։ Հիսուսը կանգնած էր սեղանի բանի այդ սենյակի մեջ եւ ասում Հակոբ եղբորը ոնց են ասենք հաշվետվություն տալիս, չէ, բանի հաշվապանները կամ բաները։ Եվ ինքը հաշվետվություն էր տալիս իր ծառայության, իր աշխատանքի, եկեղեցում ինչ էր արել, ինչ չի արել։ Այդպես գրած է, մենք հաշիվ ենք տալու։ Տիրոջ չափ հաշիվ տանք։ Աստված օգնի ցանցրացնեն։ Մյուսը եկեղեցին պետք է ունակ մի տարածքում ասես մամկա եղբայր ճիշտ է, մենք շատ թույլ ենք այդ հարցում։ Սովորացեք եկեղեցին, որպեսզի բարեգործություն անի։ Որովհետև Տերը չասեց լավ քարոզիչներին ինձ մոտ եկեք, որոնք ինչ արեցին, սոված էի, մերկ էի, բանտի մեջ էի, վերջ հիվանդ էի, տեսեկակ։ Եկեղեցին պետք է չթուլանա դրա մեջ։ Ինչ որ անելու եք ձեր համար եք անելու։ Գանձանակներ ունեք երկնքում, այո։ Հետո չմտածեք, որ այնտեղ 100 դրամ գցել եք, այնտեղ մի տոկոս գա ու դա վրա, այնտեղ տոկոս չի ավելանում։ Ինչ որ տալիս եք, այդ է մնում։ Իմ թորնիկը համար երրորդ դասարան է, անունը Մանասե է։ Գիտեք ինչ է ասում։ Այդ հիշեք միշտ։ Երբ որ հնչվի փողը վերջին, էլ մեր փողերը բանի պետք չի։ Նորից եմ կրկնում։ Երբ որ հնչվի փողը վերջին, էլ մեր փողերը բանի պետք չի։ Ինչ որ հասցրել եք, միջև փողը ընջել է։ Այդ բարձր դրանից հետո չի կարա։ Ինչ որ ձեր մարմնի համար կյանքում արել եք, վարձք չկա։ Էդի հիշեք։ Մանկությունից ինչքան ծախսեք արել, չեք արեշեք։ Մարմնի համար ուտել, խմել, հագնել։ Ինչ որ արեցիք ստանցից մեկին, փոքրիկներից մեկին, երկնքում վարձ եք ստանալու։ Մի հատ հին եղբայր անուն չեմ տալիս,
Տերը իրան տեսիկո ասում է բեր մի հատ քո կանցանակը մի հատ բաց տեսնենք ինչ կա մեր լեզվով ասում է գրոշներ են մեջը ես կա քոնը պետք է տրվի ես էս արել եւ դրա համար Տերը ձեզ շատ օրհնի որ շատ չեմ ուզում երկարացնել որպեսզի դրա մեջ էլ արթուն եղեք Աստված ինչ անում տվողին տալիս է սերմ ցանողին սերմ է պարգևում եղբայրներ քույրեր Աստված օգնի կան այսօր մայրեր տատիկներ գիտեն իրանց թորնիկ անապաշխար է իրանք էլ փող են հավաքած ժամանակին հավաքում յա իմ թորնիկ առանց մեքենայի բա գնա մեղքի կյանքի արմը մեքենային դնում կամ իմ ճանապարհ իրան հարթում են բանով ավելի խորտակում է կյանքի մեջ դրա համար արթուն եղեք զգուշ եղեք իսկ եղել են ոմանք զոհաբերել են մեծ զոհաբերության Աստված թողնի ձեզ ինչ վերաբերում Աստված օգնի շատ աղոտ կարեք երիտասարդների համար որպեսզի վերջ-վերջով չգնան անավատների հետ ամստանան մեր սեր եղբայր ասում էր այդպիսները երբեք չեն ինչ եղել չեն ժպտացել չեն ժպտա բանի ժամանակ էլ է գրած ծննդոց հենց մեծ բան արեք էկրանի վրա գցեք թող կարտան Ռեբեկան ու Պանես Իսահակին չեն ասում ծննդոց 26:34 ծննդոց 26:34 ծննդոց 27:46 ուրեմն 26:34 27:46 տեսեք ինչ են ասում Ռեբեկան բանը եթե պետք է ասում եմ Հակոբն էլ պետք է գնա հետանոստերից բան վերցնելը մեր ապրելին ինչ պետք է գնում են ումն են հետ կյանք կապում մեղքի մեջ մեռած սրսկվող խաղամոլ մի քանիսն հետ էլ կապված դու գնում ես այդ սիրտը քանի կտոր արդեն ուրիշների հետ էլա դու գնաս ոնց ես կյանք ապրել մի հատ քույրիկ իր աղբեր անապաշխար ընկերը գնաց եկավ տակացրեց մի օր ասում է բամ եղբայր անավատ այդ ընկերոջ հետ ամուսնացա աղբորս եկել տենամ գիշերը չի գալիս գիշերը ուշ ինքն էլ մտածում է ես քուկին եմ բա այ ամուսին ջան այդ ինչի չես ասում ուր ես գնում իմ ծնողները միջև իրավունք չեն ունեցել ինձ ասել ուր ես գնում ինչ ես անում ուր ես ինչ գիշերը կգամ թե չեմ գա դու ով ես որ ինձ հարցնում ես բրծավ արդեն ընկած է որոգայթի մեջ աղոտ շատ արեք եկեղեցի աղոտ արեք որպեսզի իսկական լինի սուրբ ամուսնություն ինչի համար է գրած ամուսնությունը պատվական անկողինը սուրբ ամուսնությունը պատվականը որ դեպքում երբ որ երկուսն է սուրբ են մաքուր են Աստծո զավակներին շատ անգամ լինում են դեպքեր իրավիճակը ծածկում են պարտավոր եմ ասել երեթե մի հատ այդպես դեպք եղավ մի տարածքում աղջիկը շատ կամակոր եկեղեցու անդամ շատ աննազանդ ես խորհուրդ տվեցի չամուսնանան բռնեն ամուսնացան բաժանվեցին կար ժամանակ հետո այդպեսին է որը կամակոր է ծնողների բանի տեղ չի դնում չի հարգում ոնց կլինի իր ամուսնությունը օրհնվի հնարավոր չի Որքիակին պատվիր քո հայր մայրը որ երկար կյանք ունենաս եւ քեզ աղեկ լինի ոնց կլինի աղեկ ոնց կլինի երկար կյանք դե չի նազանդվում ուրիշին ոնց կարող հնազանդի թե ծնողին բանի տեղ չի դնում անարգում է այնպես որ ապաշխարության շատ տեղ ունեք երիտասարդներ ունեք թե չունեք ճիշտ խոստովանվեք այո շատ դեպքերում իրոք որ չեն հարգում երբ որ Շիրազ բանին ասում է չէ Շիրազինը չէ ստենո մոր համար հարցրում են ասում են մայրդ քանի տարեկան ասում են նա իմ մայրն է կապ չունի քանի տարեկան ծնող է նա Աստված օգնի ընդունեք այդ խրատները թե չընդունեք իմաստուն են նրանք որոնք որ ընդունեցին այդ խրատները զղջում ապրեցին եւ իր գնացին ներողություն խնդրեցին մամ ջան պապ ջան կներես որ իրոք որ այն հնազանդությունը չեմ ունեցել կամակորության համար ինձ կներես աղոտ կարեք մեր համար վերջին խոսքը աղոտքից առաջ է պետք է պատրաստենք աղոտներին առաջի Տիմոթեոս 1:5 առաջի Տիմոթեոս 1:5 Իսկ պատվիրանքի վաղճանը սերն է պատվիրանքի վաղճանը սերն է սուրբ սրտով բարի խշմտանքով եւ անկեղծ հավատքով սուրբ սրտով բարի խշմտանքով անկեղծ հավատքով այս համարը միշտ հիշեք առաջ Տիմոթեոս 1:5-ում է գրած Աստված որ զորացնի եղբայրներ քույրեր որպեսզի վերջ-վերջով այսինքն այս մարգարետ խոսքերը մեր սրտի մեջ թաքցնենք որպեսզի չմեղանչենք սպասավորներ Հարոն ջան հոգան բոլորը ստեղ աղոթքի բոլոր աղոթքի տեղ ենք տալու հոգսերի համար վիճակների համար հիվանդությունների համար ես Հարոնի խնդրեցի մի հատ արգղ ինչպես շատ ժողովատեղում կա արգղը վերջում դրվում է հոգսերը գգան գծե մեջը վերջում այդ արգղը պիտի բերվի առաջ եւ աղոթ կարվի բոլոր հոգսերի համար ինչպես ասենք տարբեր տեղերում լինում է եղավ եկեք սպասավան եկեք առատ մեկ չասենք եղբայրներ ովքեր կարիք ունեն ապաշխարության փոխվելու բժշկության հոգսերի դժվարության հիվանդությունների համար